Բարի լույս սիրելիներս, սիրելիս, մի նմանվիր չարին, այլ բարուն, ով բարին է գործում, Աստծուց է, և ով չարիք է գործում, նա երբեք Աստծուն չի տեսել։ Սիրելիներս, երբ որ մենք չարիքին չարիքով պատասխանենք, այդ ժամանակ մենք էլ մեկ ուրիշի համար չարօրինակ կդառնանք, և մեղքը կամաց կտարածվի։ Մենք բարությունից ենք ծնված, մենք բարի Աստծո բարի զավակները պետք է լինենք, ուրեմն հակառակը մենք ոչ թե չարության մեջ պիտի հարատևենք, այլ պիտի փորձենք բարին գործել։ Մի շատ կարևոր բան, գիտեք ինչու մենք Աստծուն չենք կարողանում գտնել և չենք կարողանում զգալ Աստծո ներկայությունը մեր կյանքում, որովհետև մենք քրիստոնյաներս ավելի շատ հրաշքներ ենք փնտրում, քան հենց ինքը Աստծուն ենք փնտրում։ Եվ ինչու չենք տեսնում Աստծուն, չենք զգում Նրա ներկայությունը, որովհետև այդ փնտրտուքի մեջ մենք չարանում ենք, օտարանում ենք, երբեմն հիասթափվում ենք, որովհետև մեր փնտրած Աստծո ներկայությունը չէ մեր կյանքի մեջ, այլ Աստծուց եկող հրաշքները, պարգևները, շնորհները, բայց ոչ երբեք Աստված ինքը։ Դրա համար մենք պետք է մեր փնտրտունքը այնպես կատարենք, որ բարության մեջ հարատևենք և Տիրոջը կարողանանք տեսնել։ Մենք միայն բարությամբ կարող ենք Տիրոջը մեր կյանք հրավիրել և Տերը պիտի գա ու բնակվի մեր մեջ։ Բայց երբ որ մենք այս աշխարհի մեջ համատարած չարության մեջ փորձենք մենք էլ այդ չարությամբ ապրել, մենք ամեն բան պիտի անենք, որ Աստված մեր կյանքից դուրս գա։ Սատանայի ամբողջ նպատակը սա է, որ քրիստոնյաներն իրար ատեն, որ քրիստոնյաներն իրար չարախոսեն, բամբասեն, նախանձով ապրեն, մեկը մյուսի լույսը չուզենան, որ երևա։ Հակառակը մենք պետք է այնպես անենք, որ մեր մեջ եղած բարությունը ավելի շատ լինի, քան չարությունը։ Աշխարհի մեջ սիրո պակասից է ամբողջ չարությունը։ Սիրո պակասից է պատերազմներն ու վեճերը, սիրո պակասից է, որ մարդիկ վախենում են իրար հետ ապրել։ Ուրեմն որպեսզի մենք կարողանանք Տիրոջը տեսնել, Տիրոջը զգալ, ուրեմն մենք հեռու պիտի մնանք չարից։ Մենք թույլ չպիտի տանք, առիթներ չպիտի ստեղծենք, որ սատանան գա ու մեր կյանքը թունավորի։ Ուրեմն թույլ տանք, որ Տերը գա իր բարությամբ մեզ սպառուրի, իր ջերմությամբ մեզ լցնի, իր գրկախառնությունը մենք ընդունենք և ասենք. Տեր, մենք քո բարի զավակներն ենք, օրհնյալ ես դու, որ կաս, և մենք էլ քեզ համար ապրում ենք այս աշխարհի մեջ։